Միացյալ Նահանգները եւ Իրանն անուղղակի բանակցությունների հաջորդ փուլը կանցկացնեն Ժնևում փետրվարի 26-ին հայտնել է Օմանի արտգործնախարարը։ Կողմերն Օմանի միջնորդությամբ արդեն 2 հանդիպում են անցկացրել։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքյանը հայտարարել է, որ Ժնևում նախորդ հանդիպման ժամանակ կողմերը գործնական առաջարկներ են փոխանակել Իրանի միջուկային ծրագրի շուրջ տարաձայնությունների կարգավորման համար։ Կան հուսադրող ազդանշաններ։ Այնուամենայնիվ մենք շարունակում ենք ուշադիր հետևել Միացյալ Նահանգների գործողություններին եւ նախապատրաստվում ենք ցանկացած հնարավոր սցենարի, հավելել է Փեզեշքյանը։ Իր հերթին Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկիրը խաղաղ միջուկային էներգիա օգտագործելու, այդ թվում ուրանի հարստացման իրավունք ունի։ Դիվանագետի խոսքով խնդրի կարգավորման միակ ճանապարհը դիվանագիտությունն է եւ լուծումը մոտ է։ Նա նշել է, որ ռազմական ուժի կուտակման անհրաժեշտություն չկա եւ դրա միջոցով հնարավոր չէ ճնշում գործադրել Իրանի վրա։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը հայտարարել էր, որ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ հարց է առաջացել, թե ինչու Իրանը կապիտուլյացիայի չի ենթարկվել հաշվի առնելով Մերձավոր Արևելքում ամերիկյան ուժերի կուտակումը։ Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն արդեն 3-րդ համաշխարհային պատերազմն է սկսել։ Այժմ խնդիր է դրված թույլ չտալ, որ այն ընդլայնվի, ասել է նա։ Զելենսկին նաև անդրադարձել է Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի պահանջին, որ ուկրաինական զորքերը դուրս գան Դոնբասի տարածքի 20%-ից, որը գտնվում է Կիևի վերահսկողության տակ։ BBC-ի հետ զրույցում Զելենսկին նշել է, որ Կիևը չի կարող դա անել։ Դա կնշանակի, որ Ուկրաինան հրաժարվում է այնտեղ ապրող 100 հազարավոր քաղաքացիների։ Նրա խոսքով դա կպարակտի հասարակությունը, իսկ Ռուսաստանի նախագահն այդքանով չի բավարարվի։ Վոլոդիմիր Զելենսկին նաև ընդունել է, որ այժմ Ուկրաինան չի կարող վերադարձնել իր տարածքները։ Հաշվի առնելով Ռուսաստանի բանակի չափը, դա կնշանակեր միլիոնավոր մարդկանց կորուստ, նշել է նա։ Բացի այդ, Զելենսկու խոսքով Ուկրաինան բավարար չափով զենքեր չունի։ Նա միևնույն ժամանակ նշել է, Ուկրաինան չի պարտվում, քանի որ պայքարում է հանուն իր անկախության։ Պատերազմի 4-րդ տարելիցին ընթരാճ ռազմական գործողությունները շարունակվում են։ Ռուսական ուժերն Օդեսայի մարզում թիրախավորել են արդյունաբերական, էներգետիկ եւ քաղաքացիական ենթակառուցվածքի օբյեկտներ։ Կա 2 զոհ, 3 վիրավոր։ Զապորոժիեում էլ կա 1 զոհ, 1 վիրավոր։ Ռուսաստանն իր հերթին հայտնել է ուկրաինական ավելի քան 150 անօդաչու խոցելու մասին։ Բելգորոդում եւ Վորոնեժում վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ։ Թաթարստանում արդյունաբերական օբյեկտի տարածքում հրդեհ է բռնկվել։ Եվրոպական հանձնաժողովը Վաշինգտոնից պահանջել է լիակատար հստակություն մտցնել մաքսատուրքերի հետ կապված քայլերի վերաբերյալ, որոնք ամերիկյան կողմը մտադիր է ձեռնարկել Գերագույն դատարանի որոշումից հետո։ ԱՄՆ Գերագույն դատարանն անօրինական էր հայտարարել նախագահի սահմանած մաքսատուրքերի մեծ մասը, որից հետո Դոնալդ Թրամփը 150 օրով նախ 10%, այնուհետև 15% մաքսատուրքեր էր սահմանել բոլոր երկրներից ներմուծվող ապրանքների նկատմամբ։ Պեկինն իր հերթին Վաշինգտոնին կոչ է արել վերացնել միակողմանի մաքսատուրքերն առևտրային գործընկերների նկատմամբ։ Չինաստանի առևտրի նախարարությունն ընդգծել է, առճակատումը երկու կողմին էլ վնաս կպատճառի։ Ըստ տնտեսագետների Գերագույն դատարանի որոշումը ենթադրում է, որ 2025 թվականի ընթացքում հավաքագրված մոտ 175 միլիարդ դոլարի մաքսային եկամուտները ենթակա են վերադարձի։ Ըստ Թրամփի, սակայն, այդ հարցի շուրջ դատական գործընթացը 2-ից 5 տարի կտևի։ Մեքսիկայի Տապալպա քաղաքում բանակը հատուկ գործողության արդյունքում սպանել է երկրի ամենահայտնի նարկոբարոններից մեկին՝ Էլ Մենչոին։ Բախումների ընթացքում սպանվել է նաև նրա ղեկավարած Խալիսկոյի նորսերունդ նարկոկարտելի 4 անդամ, 3 զինծառայող վիրավորվել է։ Սպիտակ տունը հաստատել է, որ Մեքսիկայում հատուկ գործողությանը մասնակցել է նաև Միացյալ Նահանգները, ցուցաբերելով հետախուզական աջակցություն։ Էլ Մենչոն մեքսիկական եւ ամերիկյան իշխանությունների գլխավոր թիրախներից մեկն էր եւ համարվում էր մաքսանենգ ճանապարհով Միացյալ Նահանգներ ֆենտանիլի գլխավոր ներմուծողներից։ Նրա սպանությունից հետո Մեքսիկայի 10-ից ավելի նահանգներում բռնությամբ ուղեկցվող ակցիաներ են տեղի ունեցել։ Հրկիզվել են խանութներ, հարձակման են ենթարկվել բանկեր, կան ձերբակալվածներ։ Խալիսկոյի նահանգում հայտարարվել է վտանգի կարմիր մակարդակ, դադարեցվել է հասարակական տրանսպորտի աշխատանքը, հետաձգվել են զանգվածային միջոցառումները եւ դասերը։ Մի քանի ավիաընկերություն չեղարկել է դեպի Խալիսկո չվերթերը։ Սյուզաննա Չրաղյան, լուրեր։